Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հորոմ Արթիկ Ալագյաս հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Այս մասին Facebook-յան իր էջում տարածած տեսանյութին կից գրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Ավելի վաղ Խուդատյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամент հիմնադրամի պատվերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել է 501 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Նոյեմբերի 22-ից 25-ը Սոֆիայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 66-րդ լիագումար նիստը։ Աշխատանքներին մասնակցելու համար Բուլղարիա մեկնեցին ազգային ժողովի падգամավորները պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի գլխավորությամբ։ Հայաստանը կազմակերպությունում հիմնադիրներից է, կառույցին անդամակցում է 13 երկիր։ Լիագումարում ներկայացվեցին առանցքային զեկույցներ, առաջինը վերաբերում էր նորօրյա աշխարհում արհեստական բանականության դերին։ Հայաստանը ոլորտում թեև սկսնակ է, այդուհանդերձ հաջողությունները տեսանելի են։ Արհեստական բանականության ոլորտում Հայաստանը կարելի ասել նոր է սկսել մեծածավալ ներդրումներն ու զարգացումը, հաշվի առնելով այն աշխատանքները, որ հիմա կատարվում են, եւ այն պրոյեկտները, որոնք կան, ես հուսով եմ, որ մոտ ապագայում մեր դիրքերը զգալիորեն կբարելավեն։ Ու ամենաեականը այդ թվում NVIDIA-ի կողմից $500 միլիոն ներդրումով արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցումն է, որի հետ կապված գիտեք, որ 2 շաբաթ առաջ արդեն ԱՄՆ-ն իր համաձայնությունը տվեց այդ համապատասխան սարքավորումները Հայաստան տեղափոխելու համար։ Ինչպես փաստում է Բաբկեն Թունյանը, Սոֆիայում պատվիրակները համատեղ հայտարարությամբ հաստատեցին Գազայի իրավիճակի եւ մարդասիրական օգնության աջակցության վերաբերյալ փաստաթուղթը։ Անդրադարձ կատարվեց նաեւ կազմակերպության եւ Եվրամիության հարաբերությունների խորացմանը վերաբերող ուղղություններին, քննարկվեցին նաեւ կառույցի ֆինանսական հարցերը։ Բաբկեն Թունյանը օրակարգից դուրս հանդես եկավ նաև ելույթով։ Պատգամավորը կարևորեց օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրը։ Փաստացի խաղաղության պայմաններում սա մեր առաջին այդ պլատֆորմի մեծ հանդիպումն էր։ Մենք հայտարարեցինք, որ մենք վերադիրքավորվում ենք եւ փորձելու ենք շեշտը դնել պոզիտիվ դրական օրակարգերի վրա, փորձելու ենք օգտագործել այս հարթակը, որպեսզի ինտեգրվենք միջազգային ու տարածաշրջանային պրոյեկտներին եւ խորացնենք տնտեսական համագործակցությունը երկրների միջև, ինչը նաեւ խաղաղությունը իր հերթին կամրապնդի եւ այս պլատֆորմը օգտագործելու ենք ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարեկեցության ապահովության համար։ Բաբկեն Թունյանի հայտարարությունը լիագումարում պատվիրակների կողմից ընդունվեց դրական։ Խորհրդարանականները Սոֆիայում կայացած նիստերի շրջանակում քննարկեցին նաև նախագահության փոխանցման հարցը եւ այն ռոտացիոն կարգով 6 ամիս ժամկետով ստանձնեց Վրաստանը։ Անշարժ գույքը կարող է դառնալ եկամտաբեր ակտիվ։ Կադաստրի կոմիտեն առաջարկում է հնարավորություն տալ կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացուն իր գույքը գրավադրել բանկում հետադարձ հիպոթեկով եւ դրա դիմաց ստանալ պարբերական վճարումներ առանց տունը վաճառելու։ Եթե կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացին սեփականության իրավունքով ունի բնակարան, բնակելի տուն կամ այգետնակ, կարող է այդ անշարժ գույքը դարձնել հետադարձ հիպոթեկի առարկա, այսինքն գրավադրել դա բանկում կամ վարկային կազմակերպությունում եւ իր ամբողջ կյանքի ընթացքում ստանալ պարբերական վճարումներ, առանց իր կյանքի ընթացքում որոշակի տոկոսների կամ այլ վճարումների կատարելու բանկին կամ վարկային կազմակերպությանը։ Այսինքն անձը պահպանում է իր սեփականության իրավունքը, իր բնակության իրավունքը այդ բնակարանում կամ բնակելի տանը եւ միաժամանակ որոշակի պարբերականությամբ ստանում է եկամուտներ։ Այս մոդելը լայնորեն կիրառվում է մի շարք զարգացած պետություններում, ինչպիսիք են օրինակ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան։ Այն համարվում է ոչ միայն ֆինանսական, այլև սոցիալական գործիք, հատկապես տարեց քաղաքացիների համար։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքով շատ երկրներում հետադարձ հիպոթեկի գաղափարը ծագել է նաև բնակչության ծերացման միտման պատճառով։ Ընդհանուր
համախառն պահանջարկը, համախառն սպառման մակարդակը նվազում է այդ երկրներում եւ այս գործիքը հենց մտածվել է ստեղծվել է զուտ նրա համար, որպեսզի խթանեն տնտեսապես ոչ ակտիվ բնակչության, տվյալ դեպքում թոշակառուների կողմից սպառումը, քանի որ վերջիններից թոշակները բնականաբար այդքան բավարար չի, որպեսզի իրենք սպառեն ավելի մեծ չափով, ասենք համեմատած օրինակ, չգիտեմ, այլ քաղաքացիների խմբերի հետ։ Այլ հավասար պայմաններում տեսեք, նույն ասենք թոշակառուն ստիպված կամ պետք է ասենք իր ենթադրենք օրինակ կենտրոնի բնակարանը վաճառել, տեղափոխվել ավելի մատչելի բնակարան, ինչը ասենք տարեց մարդկանց համար այդքան ցանկալի չի եւ դժվար այդպես համակերպվելու նաեւ խնդիր ունեն։ Տվյալ դեպքում իրենք իրենց բնակարանը մնում են, կյանքի որակն է բարձրանում, սա նպաստում է նաև տնտեսական ակտիվությանը։ Կենսաթոշակառուն կարող է գումարը ստանալ ինչպես միանվագ, այնպես էլ պարբերական վճարումներով։ Նախագծով նախատեսվում է, որ բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է սեփականատիրոջը տրամադրել խորհրդատվություն բացատրելով պայմանները։ Խորհրդատվությունը պետք է ընդգրկի նաև այլընտրանքային տարբերակները, հնարավոր հարկային հետևանքները եւ ծրագրի ազդեցությունը ժառանգության վրա։ Գույքի սեփականատերը պարտավոր է պահպանել իր տունը բարվոք վիճակում, վճարել գույքը եւ ապահովագրել այն։ Իսկ ինչ կլինի, եթե օրինակ մարդը հետադարձ հիպոթեկ մեխանիզմին դիմելուց 1 տարի հետո մահանա։ Անձի մահը ըստ նախագծի կարգավորումների հանդիսանում է պայմանագրային հարաբերությունների ավարտ, այսինքն հետադարձ հիպոթեկով գրավի դադարում։ Այդ դեպքում գույքի սեփականության իրավունքը անցնում է գրավառուին, այսինքն այն բանկին կամ վարկային կազմակերպությանը, որ վարկը տրամադրել է, եւ արդեն դրանից հետո վերջինս որոշում է, օրինակ գույքը եթե իրացնում է, իրացնելու արդյունքում վերցնում է այն պարտավորությունների չափը, որը որ ժամանակին վճարվել է տարեց քաղաքացուն որպես հետադարձ հիպոթեկով սահմանված վճարներ, իսկ մնացած գումարը արդեն ըստ իրավահաջորդության անցնում են ժառանգներին։ Անշարժ գույքի շուկայի մասնագետները գաղափարը հետաքրքիր եւ Հայաստանի համար նորարարական են համարում։ Անշարժ գույքի գործակալության տնօրեն Գարիկ Դանիելյանի խոսքով նման մոդել արդեն տասնամյակներ շարունակ գործում է տարբեր երկրներում եւ կարող է դառնալ նոր ֆինանսական գործիք նաեւ տեղական շուկայում։ Աշխարհում մոտ 40 պետություններ ու ավելի թվով կիրառում են դեռ ԱՄՆ-ում 1961 թվականից գործում է, դա այսինքն այն մասին է, եթե ճիշտ ենք հասկանում, որ տարեստոշակառուները կարող են բանկի հետ փոխադարձ պայմանավորվածության ձեռք բերել X գումար կամ պարբերաբար վճարներ, որը չի սպառնում իրենց գույքի իրավունքին, ինքը ֆինանսական լավ ինստրումենտ է, որպես շուկայում նոր պրոդուկտ, բանկերի համար տնտեսության ակտիվությանը կխթանի, բայց հարկավոր է պետական լուրջ վերահսկողություն, որովհետև տարեց մարդիկ մի քիչ թերի գիտեն օրենքները կամ ընդհանրապես բանկային համակարգի նրբությունները, որպեսզի խուսափեն չարաշահումներից։ Վճարումների ժամկետն ավարտելուց հետո կենսաթոշակառուն կշարունակի տիրապետել գույքին։ Միայն նրա մահվանից հետո է հնարավոր այն օտարել։ Սա միանշանակ հնարավորություն է, տարեց քաղաքացիները հնարավորություն են ունենալու դրամայնացնելու իրենց ակտիվը անշարժ գույքը առանց այդ անշարժ գույքից զրկվելու։ Այսինքն թե պահպանելու են բնակության իրավունքը, ունենալու են բնակության վայր, թե ունենալու են սեփականության իրավունք եւ թե ակտիվի վերածելով պարբերական վճարումների տեսքով ստանալու են որոշակի եկամուտ։ Հայաստանը ծերացող ազգերի շարքին է դասվում, նկատում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Հավելում, այս գործիքի կիրառումը կարող է մի շարք խնդիրներ լուծել։ Նախ այն առումով, որ այդ ազգաբնակչության այդ տվյալ խմբի կենսամակարդակը կարող է բարձրանալ, որևէ ինչ-որ բեռ վճարային չեն ունենա տվյալ մարդիկ, բացի դրանից նաև սեփականություն, ինչպես նշեցի, կմնան, իրենք այդ տանը կբնակվեն մինչև իրենց կյանքի վերջ եւ հետագայում եւս, եթե բանկի կողմից այդ գույքը վաճառվի իր, ասենք, մայր գումար տոկոսները մարվի եւ լինի մնացորդային գումար, ապա դա կվերադարձվի համապատասխան ըստ ժառանգության կտակի եւ այլն։ Նախատեսվում է նաև ամրապնդել ամուսինների գույքային պաշտպանությունը, ներդնելով կողակցի սեփականության իրավունքի ինստիտուտը, որը կապահովի, որ ամուսիններից մեկի մահվանից հետո մյուսը շարունակի անխոչնդոտ տնօրինել իրենց տունը։ Ինչ է սա նշանակում, որ ամուսիններից որևիցե մեկի մահից հետո ըստ գործող կարգավորումների 50%-ը պատկանում է մյուս քաղաքացուն սեփականության իրավունքով, իսկ մյուս 50%-ը բաժանվում է, եթե կան առաջին հերթի ժառանգներ, առաջին հերթի ժառանգների միջև։ Այս դեպքում, եթե ամուսինները գալիս են համաձայնության եւ դիմում են ներկայացնում կադաստրի կոմիտե,
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում է իրականացվում, սահմանելով, որ սա կողակցի սեփականության իրավունք է։ Այսինքն, ամուսիններից մեկի մահից հետո այդ գույքը չի ներառվում ընդհանուր ժառանգության զանգվածում, այսինքն չի բաժանվում այն բոլոր ժառանգների միջև, որոնք որ օրենքով առկա են, եւ միանձնյա ընդհանուր որպես գույք մեկ ամբողջություն սեփականության իրավունքով շարունակում է պատկանել կենդանի մնացած ամուսնուն։ Սա ժամանակակից պրոդուկտ է, շեշտում է անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Միևնույն ժամանակ հավելում, Հայաստանում սովորաբար տարեցմարտիկ դժվարությամբ են այսպիսի ծրագրերին վստահում։ Կարծում եմ կլինեն մարդիկ, ովքեր ունեն բավականին բարձր արժողությամբ գույքեր ու ցավոք սրտի ստանում են ցածր թոշակ կամ եկամուտները չի բավականացնում իրենց լիարժեք ապրելու, դեղորայք, շրջագայել եւ այլն, կարող են օգտվել այդ պրոդուկտից։ Այստեղ կրկնում եմ, շատ կարեւոր է, որպեսզի բանկերը լինեն թափանցիկ, մի քիչ ավելի բաց համագործակցեն քաղաքացիների հետ, որպեսզի հետագայում չունենան վեճեր ժառանգների եւ մնացած ընտանիքի անդամների հետ։ Անշարժ գույքը իրանով կապիտալ է, որը կարող է ծառայել, պետք է ծառայի բարօրություն քաղաքացու, կարող է մտնել շրջանառության մեջ եւ շատ մարդկանց համար նոր հնարավորություններ, միտքը անգամ նորություն է Հայաստանում, որ կարող են կիրառել եւ ավելի բարեկեցիկ ծերություն մարդիկ ապրել։ Կադաստրի կոմիտեի շեշտում են, սա պարզապես հնարավորություն է, որից օգտվելու կամ չօգտվելու որոշումը քաղաքացին ինքնակամ է կայացնելու։ Կանխատեսում են, որ արդյունքում անշարժ գույքի շուկայի մեջ ներգրաված կապիտալի շրջանառությունը կաճի, ինչի շնորհիվ շուկան կդառնա ավելի ակտիվ եւ կանխատեսելի։ Նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Հեղուկ բյուրեղային լուծույթը գոլորշիացնելուց հետո ստանում են հատուկ նյութ, որն օգտագործում են ժամանակակից էկրանների, դիսպլեյների արտադրության ժամանակ։ Գույները դառնում են ավելի վառ բնականին, շատ ավելի մոտ։ Նյութի փորձարարական հետազոտություններ նաև Հայաստանում են իրականացնում։ Հիմա շատ ընկերություններ, ինչպիսիք են Sony-ն, Samsung-ը սկսել են քվանտային կետերով դիսպլեյների արտադրությունը, անգամ հիմա կարող եք խանութներում տեսնել, որ կան նոր տեսակի հեռուստացույցներ, որ տակ գրված է QDLC, որոնք հենց այդ քվանտային կետերն են հեղուկ բյուրեղներով։ Գորը վերջերս է վերադարձել Չեխիայից պետության աջակցությամբ 3 ամիս վերապատրաստման ծրագրով միացել է այնտեղի ֆիզիկայի ինստիտուտի չեխ գիտնականներին, բացի հեղուկ բյուրեղների ուսումնասիրության, չափումների նորարարական մեթոդներին ծանոթանալուց, գործընկերային նոր կապեր է հաստատել հետագա գործակցության համար։ Սա հիանալի հնարավորություն է ծանոթանալ մյուս խմբերի աշխատանքներին, հմտանալ մեր ուղղություններով, ձեռք բերել նոր կապեր եւ ընդհանուր առաջ մղել մեր գիտությունը։ Գիտնականների վերապատրաստման պետական այս աջակցությունը ոլորտի համեմատաբար նոր ծրագրերից է։ 2023-ին կառավարությունը հայտարարեց, պատրաստ է փող ներդնել, որ մեր հետազոտողները արտասահման գնան, 2 ամսից մինչև 1 տարի ժամկետով ընդգրկվեն դրսի առաջատար գիտական կազմակերպությունների կամ բուհերի աշխատանքներում։ Տասնամյակներ շարունակ ուղեղների արտահոսք ենք ունեցել, մեր լավագույն կադրերը դուրս են գնացել, հիմա մեր կադրերը դրսի գիտելիքը բերում են Հայաստան եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կիրառում են այդ գիտելիքը։ Ծրագրի մեկնարկային տարում 16 շահառու է եղել։ 2024-ին 2 մրցույթների արդյունքում ֆինանսավորում ստացել է 30 գիտաշխատող։ Այս տարվա մրցույթի արդյունքներն արդեն ամփոփել են։ Մասնագիտական կարողությունները արտասահմանում կզարգացնեն 38 մագիստրոս, ասպիրանտ, հայցորդ ու մինչև 50 տարեկան գիտաշխատող։ Կստանան ամեն ամիս մինչև 900,000 դրամ եւ մինչև 1 միլիոն դրամ միանվագ, այլ ծախսերի համար տրանսպորտ, կեցություն, վիզաներ։ Բացի այդ ֆինանսավորումից, որ այս դրամաշնորհային ծրագիրը տալիս է, վերապատրաստվողը պահպանում է բոլոր իր Հայաստանի Հանրապետությունում եղած եւ աշխատանքը, եւ աշխատավարձը, եւ դրամաշնորհների ներգրավվածությունը, դրամաշնորհներից ստացած գումարները։ Երիտասարդների համար յուրաքանչյուր ծրագրին տրամադրվող առավելագույն գումարը 10 միլիոն 600,000 դրամ է, մինչև 50 տարեկան գիտաշխատողների համար 11 միլիոն 800,000։ Գիտնականների վերապատրաստման համար պետությունը ամեն տարի միջինում ներդնում է 140 միլիոն դրամ գումար։ Նազիկ տատ բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Ոնց շնորհակալություն լավ եմ։ Հատքերը մի հատնենք տատ։ Իրանք փնտրում են ոչ թե մենակ բժիշկ, այլ մարդ, ում հետ իրանք կարան կիսվեն։ 5 տարի է հրազդանցիները գտել են իրենց սրտի բժշկին ու հետնել բժշկուհուն Մանկաբույժ Գրիգորյանին։ Նայր ավտոն դու։ Ոչ ես չեմ ուզում դու լացես, այլո եմ անում, էլ ուրիշ բան չեմ անում, անուշս։
Մենակ կիսունում քեզ, սպասի։ Շատ հաճախ հենց այդպես ասում, ես բնիկ դասդանցի եմ, ես էլ չեմ մրսում։ Հրազդանի ցրտին հարմարվելը երիտասարդ զույգի համար թերևս ամենադժվար, գուցե նաև միակ խնդիրն էր։ Համենայն դեպս հիմա այստեղ ամեն ինչ այնքան հարազատ է դարձել, որ որևէ լուրջ դժվարություն այլևս չեն հիշում։ Ծրագիրը մեր համար գուցե սուբյեկտիվորեն այնքան լավ է ստացվեց, որ բացի նրանից, որ աշխատանքներ լավ է ու Հրազդանը հիմի մեր ամենասիրելի քաղաքն է դարձել, Հրազդանի հիվանդանոցն էլ ամենասիրելի վայրն է դարձել։ Ընտելացել ենք, շատ կազմակերպված ապրում ենք, մողոքներ չկան, այնքան ենք հարմարվել, չգիտեմ, գնալու ենք արդյոք թե ոչ։ Իսկ 20 օրից լրանում է ժամկետը, միջև որի ավարտը Առողջապահության նախարարության նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրով Հրազդանի բժշկական կենտրոն գործուղված բժիշկ Գևորգյանն ու բժշկուհի Գրիգորյանը պետք է մնային ու աշխատեին Հրազդանում։ Ու երբ որ արդեն պետք է օրդինատուրայի դասերը սկսեին, զանգահարեցին նախարարությունից, ասացին, որ հենց տեսել են, որ մենք մի քանի հոգով Այս բավականին լավ արդյունքներ ունենք, բայց քանի որ տեղերս համանախակ են եղել եւ այլն չենք անցել ամբողջ համակարգ օրդինատուրայի, ու առաջարկեցին այս ծրագիրը, ես եւ այդ ժամանակ ապագակինս որոշեցինք, որ երկուսս էլ փորձենք դիմել այդ ծրագրին ու իրար հետ գնալ եւ ավանձին ապրելու, հա, մեր երիտասարդ տարիները, համ ավանձին կայանալու, համ աշխատելու միտեղ, որտեղ որ ամեն ինչ նոր է, նոր փորձություններով, նոր հետաքրքրություններով։ Երիտասարդ մասնագետները նկատում են հատկապես մարզերում եւ հատկապես ավագ սերունդը սիրով է սպասում նոր մոտեցումների, թարմ մտքի ու նոր սերնդի մասնագետներին։ Լավ է, որ երիտասարդ եք, ես հիմա երիտասարդներին ավելի շատ եմ վստահում։ Հենց հրազդանցիների վստահությունն է, որ կրկնապատկում է պատասխանատվությունը, ասում է բժիշկ Գևորգյանը, որը 5 տարում հասցրել է նորավարտ օրդինատորից դառնալ Հրազդանի բժշկական կենտրոնի թերապիայի բաժանմունքի ղեկավար։ 5 տարիները տվել են մեծ ինքնուրույնություն, տվել են առանց ավագ գոլեգաների ու հուշարարների աշխատելու մեծ փորձ։ Ես չեմ ուրանում նաև այն մարդկանց, իմ չգիտեմ, ավագ գործընկերներին, իմ պրոֆեսորներին, ովքեր ինձ ուսուցանել են ու ինձ տվել են հնարավորությունը իրավունք իրանց ամենադժվար պահերին զանգահարելու, խորհրդացնելու։ Թերապիայի բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում սոմատիկ գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում, թոքաբորբից մինչև նյարդաբանական խնդիրներ, սրտի անբավարարությունից մինչև երիկամային խնդիրներ։ Այս բաժանմունքում են ստացիոնար բուժում ստանում նաև երեխաները։ Անխոս մեծ մաս դեպքերում բալիկները լավանում են հենց այստեղ, հսկողության տակ, ու քանի որ փոքր մարզ է, փոքր քաղաք է, այսպես ասեմ, հա, շատ արագ լուրերը տարածվում են, մարդիկ իրար փոխանցում են, որ գիտեք, այստեղ էլ պարկեցինք, լավացանք, մեր տանն էլ մոտ էր, մեզ ավելի հեշտ էր, թեկուզ նույն խնամողին սնունդ հասցնելը, եկեք մի հատ փորձենք այստեղ։ Կարծում եմ, որ դեռ բողոքներ չեն եղել։ Բաժանմունքում աշխատում են բժիշկ նյարդաբաններ, թերապևտներ ու մանկաբույժներ, վստահեցնում են ախտորոշիչ հետազոտությունների համար էլ այլևս Երևան ուղեգրելու կարիք չի լինում։ Իսկ Հրազդանից գնալիս կուտակած փորձից բացի հետները տանելու եւս մեկ կարևոր բան ունեն երիտասարդ բժիշկները։ Անցնում էինք, մտանք, տենանք ոնց եք բժիշկ ջան, այդ ջիգյալը վստահ եմ, որ Երևանյան հենց առաջատար կլինիկաներում հաստատ չեն ունենում։ Վերջին շաբաթներին ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների սկզբում ձգձգումները ներկայացվել են որպես տեխնիկական խնդիրներ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ խնդիրը միայն բյուրոկրատական գործընթացներով չի պայմանավորված։ Նշվում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը ձգձգվում է շաբաթներ, իսկ պարզաբանումներ ստանալու փորձերը հանդիպում են վրացական մաքսային ծառայության աշխատակիցների խուսափողական, երբեմն կոպիտ արձագանքի։ Որոշ ադրբեջանցի վարորդներ ավելի քան 3 շաբաթ սպասում են Թբիլիսիի մաքսատանը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների սկզբնական շրջանում խնդիրը վերաբերել է առանձին բեռնատարների, սակայն այժմ այն զանգվածային բնույթ է ստացել։ Վրաստանը դեռ որևէ բացատրություն չի տվել ուշացումների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը տեղի ունեցողը պայմանավորում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ վերջին ամիսների զարգացումներով եւ վրացական կողմում արկա մտահոգությամբ, որ երկիրը կարող է կորցնել իր մենաշնորհային դիրքը տրանզիտային ոլորտում։ Հատկանշական է, որ վերջերս Վրաստանում հայկական բեռնատարները եւս բախվել էին նմանատիպ խնդիրների։
Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նա փոխարինել է Անդրեյ Երմակին, որը կոռուպցիոն սկանդալի պատճառով ազատվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Սա նուրբ եւ բարդ հարց է, փոփոխականները շատ են, սակայն կա եւս մեկ կողմ, որը պետք է հավասարման մաս կազմի, ասել է Ռուբիոն հավելելով։ Վիթքոֆը մեկնում է Մոսկվա ռուսական կողմի հետ բանակցությունների։ Ռուբիոյի խոսքով հարցը միայն պատերազմի ավարտը չէ, այլև Ուկրաինայի ապագայի ապահովումը։ Ումերովն իր հերթին հանդիպումը որակել է արդյունավետ եւ հաջող։ Ամերիկյան կողմը լսում է մեզ, քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք կարեւոր են մեզ համար։ Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերում, նշել է նա։ Նոյեմբերի 23-ին ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները բանակցությունների եւս մեկ փուլ էին անցկացրել Ժնևում։ Դեկտեմբերի 2-ին սպասվում է Վիթքոֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս շաբաթ նաեւ Կիևում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դեն Դրիսկոլին։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը միայն Զապորոժիեի մարզին 750 հարված են հասցրել։ Ավելի վաղ Ուկրաինան հարված էր հասցրել Սև ծովում 2 լցանավի եւ Նովորոսիսկում Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումին պատկանող նավթային տերմինալին։ Թուրքիան եւ Ղազախստանը բողոք են հայտնել ուկրաինական հարվածների կապակցությամբ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի խստացնել միգրացիոն օրենքները, իսկ որոշ երկրների քաղաքացիների համար երկար ժամանակով կդադարեցվի ապաստանի տրամադրումը։ Սա կապված է օրեր առաջ Աֆղանստանի քաղաքացու կողմից Վաշինգտոնում իրականացված հրաձգության հետ, որի հետևանքով ազգային գվարդիայի մեկ զինծառայող զոհվել է, մեկը վիրավորվել։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է. ավելի վաղ Վենեսուելայի օդային տարածքի հետ կապված նախազգուշացում էր արել, քանի որ այդ երկիրը համարվում է ոչ բարեկամական։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, Թրամփը լավատեսություն է հայտնել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարի առումով։ Նրա խոսքով բանակցությունները լավ են ընթանում։ Հռոմի Լևոն 14-րդ պապը երրորդյա այցով Լիբանանում է։ Նա հանդիպել է Լիբանանի իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը եւ դիվանագիտական ներկայացուցիչներին, կոչ անելով նպաստել տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Մինչ այդ Լևոն 14-րդն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն էր կատարել Թուրքիա Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։ Թուրքիայից Լիբանան մեկնելիս լրագրողների հետ զրույցում Լևոն 14-րդ պապը նշել է, որ Պաղեստինյան պետության ստեղծումը իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորման միակ ճանապարհն է։ Մենք Իսրայելի հետ բարեկամներ ենք եւ հույս ունենք երկու կողմի միջև միջնորդող ձայն լինել, ասել է նա։ Հռոմի պապը նաեւ նշել է, որ Թուրքիա այցի ժամանակ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է ոչ միայն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, այլև ռուս-ուկրաինական։ Շրի Լանկայում հեղեղումների եւ սողանքների հետևանքով ավելի քան 330 մարդ է զոհվել, շուրջ 200 մարդ անհետ կորած է։ Հազարավոր տներ վնասվել են, մարդիկ տեղափոխվել են ժամանակավոր ապաստարաններ։ Երկրի 1/3-ը զրկվել է էլեկտրամատակարարումից եւ ջրամատակարարումից։ Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։ Հարավարևելյան Ասիայում հեղեղումների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 900-ը, տուժել է 4 միլիոն մարդ։ Միայն Ինդոնեզիայում զոհերի թիվը 435 է։ Թայլանդում հեղեղումները 170 մարդու կյանք են խլել, Մալազիայում 3։ Հոնկոնգում ոստիկանությունն ուսումնասիրել է հրդեհված բնակելի համալիրի 7 շենքերից 4-ը։ Զոհերի թիվը հասել է առնվազն 146-ի, դեռ 40 մարդ անհետ կորած է։ Սա համարվում է քաղաքում ամենամահացու հրդեհը 75 տարվա ընթացքում։ Հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։ Հրդեհի պահին շենքերի վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, 11 մարդ ձերբակալվել է հնարավոր կոռուպցիայի եւ վերանորոգման ընթացքում վտանգավոր նյութեր օգտագործելու մեղադրանքներով։ Կառավարությունը 1 միլիարդ 708 միլիոն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Գործադիրի հերթական նիստը մեկնարկեց այս որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով ֆինանսավորումը նախատեսված է համայնքային ենթակառուցվածքների բարելավման եւ այլ ոլորտների զարգացման համար։ Արարատի մարզի 2 ծրագրի համար նախատեսվում է շուրջ 234 միլիոն դրամ հատկացնել, Արմավիրի մարզի 3 ծրագրի մասով հատկացում
կազմի 246 միլիոն դրամ է, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրի մասով 168 միլիոն դրամ հատկացում է նախատեսում, Կոտայքի մարզի 3 ծրագրին ենք ֆինանսավորում 191 միլիոն դրամի չափով, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար նախատեսում է 715 միլիոն դրամ, Վայոց-Ձորի մարզի 1 ծրագիր ունենք ֆինանսավորման ենթակա այս փաթեթով 152 միլիոն դրամ։ Ավարտված ընթացքի մեջ եւ ավարտական փուլում գտնվող ծրագրերն էլ ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանք վերաբերում էին մարզերում ճանապարհների ասֆալտապատմանը, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգմանը, մանկապարտեզի կառուցմանը եւ այլ աշխատանքների իրականացմանը։ Որոտան խոտ ավտոճանապարհի վերակառուցում, որը նախատեսված է 2025 թվականին։ Այս ճանապարհն էլ շատ բարդ մի ճանապարհ է, որի վրա մենք արդեն 5 տարի, 4 տարի, 5 տարի չարչարվում ենք, որովհետև այնտեղ որոշակի սողանքային երևույթներ կային, անդադ ջրեր էին արտահոսում եւ այլն եւ այդպես շարունակ, եւ Որոտան գյուղը հիմա ըստ էության նորմալ ճանապարհ ունի։ Հայաստանում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հոկտեմբերի տվյալներով հասել է 810,074 աշխատատեղի, ինչը նախորդ ամսվա համեմատ 5000-ով ավելի է։ Ներկայացնելով տնտեսական ակտիվության ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համախառն աշխատավարձային ֆոնդը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, ավելանալով 149 միլիարդ դրամով։ Եվ պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է եւ նաեւ կարծում եմ սրա պատճառն այն է, որ մենք անդադ մեր քաղաքականություններում բացի ենթակառուցվածքներից ընդգծում ենք մարդու ստեղծարար աշխատանքի կարևորությունը եւ այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով կրթության կարևորությունը։ Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետ վճարը կդառնա 20%, 6000-ից հասնելով 10000 դրամի։ Որոշման նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նոյեմբեր ամսվա ցուցակներով կենսաթոշակ եւ նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661811, որից 600126-ը իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով եւ հետեւաբար այս 366000 այս ծրագրի շահառուների թիվը կազմում է անկախիկ ստացողների 61%-ը։ Հետվճարի չափերի փոփոխության շնորհիվ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող եւ անկանխիկ գնումներ կատարողների կենսաթոշակների չափը 2026 թվականին կավելանա 3000-ից 4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի հաջորդ տարի լրացուցիչ հատկացնել շուրջ 14 միլիարդ դրամ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ներկայացրեց պետական կառավարման համակարգի մարմինների կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագրի նախագծի հիմնավորումը։ Այս փոխկապակցված նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է ինչպես համակարգում մրցունակ կադրերի պահպանումը եւ նորերի ներգրավումը, այնպես էլ կառավարման մարմինների սահմանափակ ռեսուրսները առաջնահերթ անելիքներին ուղղելու հարցը։ Առաջարկվում է ստեղծել կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման նոր համակարգ։ Խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրության ավելացումը մի մասով հանդիսանում է կրթական ծախսերի համար նախատեսված գումար, որպես որակավորում է բարձրացնելու եւ կարողություններն ավելացնելու լրացուցիչ հնարավորություն։ Սահմանամերձ գյուղերի բնակիչների գազի, հոսանքի ու ջրի վարձը մասնակի փոխհատուցելու համար հատկացվեց 112 միլիոն դրամ։ Կառավարության ղեկավարն էլ նիստի ավարտին հանձնարարեց ստեղծել 2 աշխատանքային խումբ Երևանում օդի աղտոտվածության եւ խցանումների խնդիրների լուծման համար։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։